Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք, միացրեք ծանուցումները, որպեսզի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Սահմռկեցուցիչ դեպք Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սեփական տանը կյանքից զրկել է իր ծնողներին։ Քրեական ոստիկանները օպերատիվորեն վնասազերծել են նրան ու տեղափոխել ոստիկանություն։ Այսօր դեկտեմբերի 16-ին սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի եւ բաժնի պետի տեղակալ Կարեն Տեփանոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ բացել են դուռը եւ ներսում հայտնաբերել մահացածների մարմինները։ Օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են տղամարդու եւ կնոջ մահերը։ Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովանես Պողոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը եւ տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանը եւ Արամ Եդիգարյանը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես համայնքային քրեական ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս չգիտենք, մենակեն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով։ Ճիշտն ասած, ցավալի դեպք է, բայց լավ է ոստիկանները շուտ եկան այդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան։ Վստահ ենք, եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ։ 7 տարի առաջ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ եւ երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներն են սպանություն կատարելու մայրը 63-ամյա Ն. Ավդարյանը եւ հայրը 64-ամյա Ս. Ադամյանը։ Խոշոր ավտովթար Երևանում։ Քրք-Քրքորյան փողոցում բախվել են Chevrolet Volt-ը եւ Opel Astra-ն։ Կան վիրավորներ։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարները եւ պարեկները։ Դեկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:15-ի սահմաններում Քրք-Քրքորյան փողոցում նախկին Լենինգրադյան բախվել են Chevrolet Volt մականիշի եւ Opel Astra մականիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ նրանց հայտնվածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են տղամարդու եւ կնոջ մահերը։ Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Համբարձում Պետրոսյանի, վարչության պետի տեղակալներ Արթուր Ադամյանի եւ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ վթարի մեղավոր է եղել Chevrolet Volt մականիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել Opel Astra-ին, իսկ վթարից հետո իրավիճակը մի պահ լարվել է, որը վիճաբանության չի վերածվել պարեկների ճիշտ եւ գրագետ գործողությունների շնորհիվ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում։ Ավտովթար Երևանում Սեբաստիա փողոցում բախվել են Toyota Ipsum-ը եւ Nissan Tiidan, վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կա 4 վիրավոր։ Դեկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա եւ Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած Toyota Ipsum մակնիշի եւ 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած Nissan Tiidan մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթափախ խումբը, ովքեր վիրավորներին միջև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի եւ վաշտի հրամանատար Գեգամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Բագրատյանը եւ Արսեն Մարտիրոսյանը։ Վթարի մասին ՊՑ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ, բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի եւ օրվա հերթափախ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենայի եւ գնացքի բախում Գեղարքունիքի մարզում պարեկները պարզել են բեռնատար գնացքի հետ բախված դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշը եւ հայտնաբերել այն։ 3 դեկտեմբերի 15-ին ավտոմեքենայի եւ գնացքի բախման հերթական դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում Վարդենիս Շորժա Ծովագյուղ ավտոճանապարհի առաջին կիլոմետր հատվածում Մեծ Մասրիկ գյուղի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքի վագոնին եւ հեռացել դեպքի վայրից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժած չտան։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղ մեկ լայք, միացրեք ծանուցումները, որպիսի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։